դառնալու, որի մասին ուզում եմ անպայման խոսել, խոսքս աուտիզմով տառապող այդ հիվանդ երեխաների մասին է, ինչ է պետք անել կամ ինչու է այս ամենը մեր կյանքում միշտ տեղ գտնում։ Յուրաքանչյուր իրադարձություն, իրավիճակ, սցենար մարդկանց կյանքում այդ ամենը նախասահմանված է լինում աստղաբանական քարտեզով։ Աստղաբանությունը ունի միջոցներ, հաշվարկային մեթոդներ, որոնց միջոցով կարողանում ես հասկանալ խնդրի էությունը։ Այս 10-15 տարվա փորձառության ընթացքում ես համակարգված կարողացել եմ աշխատել եւ ունեմ իմ ուրույն հաշվարկային մեթոդները, որի արդյունքում ես կարող եմ տեսնել եւ հասկանալ արդյոք հիվանդությունը ունի նախածննդյան հիմքեր, արդյոք այդ ամենը նա քարտեզով կարմայով բերել է, թե ուղղակի երեխայի մոտ նյարդահոգեբանական խնդիրներ են։ Հոգեխոսքային զարգացման խանգարումներ եւ աուտիզմ այդ ամենը կապված է լինում մերկուրի մոլորակի այդ տարբեր դրսևորումների հետ, ցավոք դեպքերից 10-ից 8-ը երբ որ հաշվարկներ եմ կատարում, այդ ամենը համընկնում են եւ այո, խնդիրը ունենում են նաեւ աստղաբանական հիմքեր։ Լինում է, որ 10-ից 2-ի մոտ ուղղակի երեխաները հիպերակտիվ են լինում, նրանք տարբեր դրսևորումներ կար, առուզի, խոհի կենդանակերպում, երբ որ բարդ մոլորակային դիրքեր են լինում, այդ դեպքում կարող են հիվանդ չլինել, ուղղակի նրանք մտածողության հետ որոշ խնդիրներ, նրանք ուզում են, որ իրենց մեծարեն, Մերկուրին խոյում, Մերկուրին առողջում, Մերկուրին խոյում իր ասածը պետք է լինի, Մերկուրին երբեմն կապրիզներ կարող է անել, հա, ռուսերեն եմ ասում, այո, Մերկուրին խոյում ակտիվ է, պետք է նրան լսեն, Մերկուրին առողջում դա կարող է լինել կրկին իրեն ուզում են լսեն, երկու դեպքում էլ հրամանատարներ են խոյում զինվորական գործում, ինչպես այդ զինվորականը, իսկ Մերկուրին առողջում ուղղակի թագավորն ապրած կենա, ես սենց եմ ուզում, այսպես պետք է լինի, երբեմն այդ դիրքերում, բայց դա չի նշանակում, որ այդ դիրքերում կարող է լինել հոգեխոսքային զարգացման խանգարումներ, հապաղումներ կամ աուտիզմի դեպքեր, դրանք այլ մոլորակային դիրքեր կան, որոնց միջոցով այո քարտեզներում ես հանդիպում եւ ինձ բազմաթիվ անգամ դիմել են, դրանք ապացուցված են ուղղակի, որ աստղաբանական քարտեզը հստակ ցույց է տալիս այդ դա եւ հիվանդություն է, դա եւ խնդիր է ծնողների համար, կան դեպքեր, որ դրական դիրքերի դեպքում ասում այո, ձեր երեխան կխոսա, բայց սա պետք է անեք, որպեսզի օգնեք նա